Արցախի հյուսիսային լեռների մեջ, այնտեղ, որտեղ մշուշը չի ցրվում, անգամ արևածագին, վեր է բարձրանում մի բերդ։ Այն կանգնած է Քնարավանի արևելյան կողմում, Լև գետի աջափին, Քարե լեռների և անտառների միջից պսակված լռությամբ։ Ասում են, գետափից ավելի քան 280 մետր վեր նա հսկում է ձորերն ու ժամանակը, ինչպես լուռ պահապան մի հին գաղտնիքի։ Նրա գագաթը ծովի մակերևույթից շուրջ 1665 մետր բարձր մխրճվում է ամպերի մեջ, խառնվելով երկնքին։ Հանդաբերդը, որ կարծես հողից ծնված հսկա լինի, իր քարերի մեջ պահում է հազարամյակների հայոց շունչը։ Երբ քամին անցնում է նրա պատերի միջով, թվում է խոսում են ոչ թե քամինները, այլ նրանք, ովքեր այստեղ ապրել ու մահացել են պաշտպանելով իրենց լեռը։ Այս բերդը պահում է իր գաղտնիքը, թե ումից է փրկել, ում է ընդունել և ում վերադարձին է սպասում։ Ամրոցի պատմական ակունքները հասնում են վաղ միջնադարին։ Փառավոր պատմական անցյալ ունեցող Հանդաբերդը բազմիցս հիշատակվում է հայ պատմիչների գործերում։ Ինչպես վկայում է գաղանկատվածին, Արցախի հյուսիսային գավառների տեր, հայոց առանշահիկ տոհմի իշխան Սահլ Սմբատյանի որդին Ատրներսեհը 9-րդ դարի երկրորդ քառորդում շինե ըս Բերդն հանդու։ Ատրներսեհը մահացել է 870-ական թվականներին, իսկ 854 թվականին հակաարաբական շարժումներին մասնակցելու համար Բուղա զորապետի կողմից գերեվարվել է և տարվել խալիֆի նստավայր Սամարը։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հանդաբերդը կառուցվել է մինչև 854 թվականը, այսինքն 9-րդ դարի առաջին կեսին։ Սամվել Կարապետյանն իր հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում աշխատության մեջ գրում է, որ Բերդի պարսպապատերի շարվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սկզբնապես Հանդաբերդը մի փոքրիկ ամրություն էր, անկանոն շրջապարսպով, արևելյան կողմից միակ մուտքով և 19-16 մետր ներքին մակերեսով։ Հետագայում Միջնաբերդի վերածված բերդի այդ հատվածը ակնհայտորեն ավելի վաղ շրջանում է կառուցված եղել, հավանաբար 5-րդ դարում, իսկ իշխանը ավելի ընդարձակել, ամրացրել ու հզորացրել է բերդը, այն համալրելով հուսալի ու երկարատև պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցներով, որպիսիք են ջրի պաշարների կուտակման համար ժայռափոր հորեր, ռազմավարական նկատառումով կեղծ դարպաս, շրջապարսպի հզորացման նպատակով 8 կիսաբուրգեր և այլն։ Բերդի անունը հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու պատմություն հայոց գործում որպես Արցախի ամենահզոր և ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներից մեկը։ Դադիվանքի տարածքում պահպանված խաչքարի արձանագրությունը վկայում է, որ 12-րդ դարի երկրորդ կեսին 1142-1182 թվականներին Հանդաբերդը պատկանել է Վերին Խաչենի իշխան Հասան Վախթանգյանին։ 1312 թվականին Հանդաբերդը որպես Դոփյանների իշխանության սահմաններում գտնվող ամրություններից մեկը հիշվում է Խաչակապի թարգմանչած վանքի ավետարանի հիշատակարանում։ Դոփյան իշխանական տոհմն դարեր շարունակ եղել է տարածաշրջանի քաղաքական, ռազմական և մշակութային կյանքի առանցքային ուժերից մեկը։ Հանդաբերդի ամրոցը հմտորեն հարմարեցված է լեռնային վայրի անկանոն ձևերին, կարծես բնությունն ինքն է կերտել նրա պատերը։ Ամրոցի պարիսպները կազմված են անկանոն ուղղանկյուն ձևով, հարթեցնելով լեռան անհավասար մակերեսը և միաձուլվելով քարերի բնական ճարտարապետությանը։ Ատրներսեհի շինարարական համալրումներից հետո Հանդաբերդը անհամեմատ ավելի ընդարձակ չափեր է ընդունել, քան մինչ այդ էր։ Հատակագծում անկանոն ուղղանկյուն տեսքով պարսպված արևելահայաց թեքության բերդի ներքին մակերեսն արդեն զբաղեցնում էր 92-ով 60 մետր տարածություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 1,30 մետր է, իսկ պահպանված առավելագույն բարձրությունը մինչև 8 մետր։ Բերդի տարածքում բացի 5-6 վիմափոր հորերից, կիսավեր վիճակում պահպանվել են նաև
ուղղանկյուն հատակագծով մի շինության մնացորդներ։ Ինչպես այդ փոքրիկ կառույցը, այնպես էլ բերդի ողջ համալիրը շարված են անմշակ տեղական քարերով, գրաշաղախով։ Հյուսիս-արևմտյան կողմի աշտարակի տակ բերդ բարձրացող ժառակեր նեղ արահետի եզրին ուղղահայաց եւ արևմտահայաց ժայռի մեջ փորված է մի փոքրիկ հարթ հատակով եւ կիսաշրջանաձև հատակագծով սենյակ, որը թվում է, թե ծառայել է որպես պահակատուն։ Չի բացառվում, որ դա նաեւ աղոթատեղի լիներ, քանի որ շատ նման է եկեղեցու խորանի։ Պարիսպների անկյուններն ու կողմերը ամրացված են կիսաշրջանաձև աշտարակներով։ Դրանցից կարելի է վերահսկել ոչ միայն մոտեցող ճանապարհները, այլև Լև գետի ամբողջ ուղղությունը։ Գետը, որը հոսելով բերդի տակ, դարերով լսել է նրա պայքարի արձագանքը։ Ամրոցի հարավային կողմից ձևավորվել է այսպես կոչված կեղծ դարպաս, որը ծառայում էր որպես շեղող պաշտպանական տար թշնամուն մոլորեցնելու նպատակով։ Իրական մուտքը տեղակայված էր բերդի հյուսիսային կողմում դժվարամատչելի ժայռապատ արահետի միջոցով։ Այսպիսի կառուցվածքային լուծումները վկայում են, որ բերդը նախագծվել է ռազմական բարձր մտածվածությամբ եւ տեղանքի յուրահատկություններին լիարժեք օգտագործմամբ։ Հանդաբերդը որպես պաշտպանական մտածված ու հզոր համակարգ իր շրջապատում գտնվող բարձրադիր ու տեսարանավոր որոշ լեռնագագաթներին ուներ դիտակետ պահակակետ կամ այսպես կոչված արբանյակ բերդեր։ Այսօր հանդաբերդը գտնվում է Ադրբեջանի բռնազավթման տակ։ Դարեր շարունակ այն եղել է հայկական պետականության եւ հավատքի վկայություններից մեկը, իսկ այժմ լռության մեջ է, անծանոթի հսկողության տակ։ Բերդի քարերն իրենց մեջ գրում են ոչ միայն պատմություն, այլև հիշողություն Խաչենի իշխանների ազատատենչ զինվորների ու նրանց, ովքեր պաշտպանում էին այս հողը որպես տուն ու սրբություն։ Հանդաբերդը դարձել է Արցախում խլված մշակութային ժառանգության խորհրդանիշներից մեկը։ Նրա պահպանությունը, հետազոտությունն ու փաստագրումը այսօր առավել քան երբևէ շատ կարևոր է որպես մեր պատմական հիշողության շարունակություն։